դե յուրե այդտեղ 4 ուղղություն կա, համայնքային շահ, պետական շահ, ապօրինի գույք եւ քրեական գործերի շրջանակներում բռնագանձումներ, դե մենք քաղաքականապես բոլորը անունը դնում ենք ապօրինի գույք։ Կարծում եմ դա մեծ մեղք չի, որովհետեւ մենք իրավական ձևակերպումներ Այս ապօրինի գույքի վերադարձի process-ը նաեւ դրա մասին է, որ ինչ դատով դատում ենք, նույն դատով էլ մեզ ենք դատելու։ Հա, չէ, դատել չի նշանակում պարտադիր, որ դատավճիռ կայացնել, դատել նշանակում է նաև վերաբերվել։ Այսինքն նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, մեր դեպքում։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք, մենք նույն համայնքային շահի պաշտպանության եւ քրեական գործի շրջանակում մեր կառավարության օրոք, մեր պաշտոնյայի կողմից կայացրած որոշմամբ նմանատիպ մի գործարք մենք վերացրել ենք, կարող է դրա արդյունքում նույնիսկ այդ համայնքում, այդ թվում դրա արդյունքում այդ համայնքում ընտրությունները պարտվել ենք, բայց կապ չունի, սկզբունքը դրված է, չի կարող, մերոնք ձերոնք չկան, կա գույք, կա պետական գույք եւ կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք, կապ չունի։ Եվ այս սկզբունքային ճանապարհը մենք շարունակելու ենք եւ ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասեմ, այո, իհարկե քաղաքական կոմպոնենտ կա ու քաղաքական կոմպոնենտն այն չի, որ մենք ինչ որ մեկի դες թշնամացած ենք ուզում, քաղաքական կոմպոնենտն է նա, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ, բայց մյուս կողմից տեսեք հիմա համադրական դատանը որոշում է կայացրել, իրավական համակարգ է ստեղծել, հա ինչ որ հայցերից դատախազությունը կհրաժարվի եւ կառավարությունն չի առարկում, որովհետեւ եթե մեր սկզբունքը լներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չենք չարչարվի, ժողովուրդ ջան։ Այսքան չենք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, համադրական դատանի որոշում եւ այլն, եվրոպական դատանի, հենա կգնայինք կվերցնենք, բայց 10 անգամ դրան անդրադարձել ենք։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա իրավակարգի եւ պետության կորուստ կլինի։ Բայց մյուս կողմից էլ մենք հետևական ենք, որովհետև այո մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորությունը, այո ուշացումով, գուցե ուշացումով այդ համակարգը թափ է հավաքում եւ բնականաբար մեծ հակազդեցություն ինչքան ինչքան գնա այդ հակազդեցությունը մեծանալու է։ Եվ այս նաև այդ հակազդեցությունից պաշտպանվելու համար է, որ մենք հասցեական թիրախային պետք է ասենք։ Ես պատահական օրինակը չբերեցի։ Այդ նույն ժամանակ ես գիտեի, չէ բնականաբար ում անվան հետ է կապվում, բայց ես ոչ մի անուն չտվեցի մտածելով դե լավ դե հիմա ինչ կարիք կա ամեն անգամ շեշտել, բայց սրանից հետո տեն չի լինելու։ Ամեն անգամ շեշտելու են, որովհետև այդ մեր կոռեկտության փորձը լրիվ ուրիշ ձև է օգտագործվում, լրիվ ուրիշ ձև է մեկնաբանվում։ Եվ հետևաբար ոչ միայն իրերն ենք կոչելու իրանց անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց էլ ենք կոչելու իրանց անուններով, որպեսզի որևէ տարընթերցում չմնա։